Բարև ձեզ թանկագին հեռուստադիտողներ, մենք կրկին եթերում ենք Հայաստանյան տաղավարից։ Ուրախ ենք ողջունել ձեզ եւ այսօր մենք ունենք մի շատ լավ հյուր։ Ես շատ ուրախ եմ, որ նա կարողացել է միանալ մեզ այսօր տաղավարում։ Նա Նովոսիբիրսկի կյանքի խոսք եկեղեցու հովիվն է Արթուր Ղուկասյանը։ Բարև ձեզ Արթուր ջան։ Բարև Արսեն ջան։ Ես անչափ ուրախ եմ, որ կարողացել ես մեզ մոտ գալ այսօր, ժամանակ ես գտել։ Ես համոզված եմ, որ թե մենք, թե հեռուստադիտողներ նորնված կլինեն այսօրվա եթերով, այսօրվա հեռարձակմամբ։ Կխնդրեմ, որ մի փոքր պատմես քո մասին։ Այն եկեղեցու մասին, որտեղ դուք ծառայում եք։ Քանի տարի եք արդեն այդ եկեղեցու հովիվը։ Այս տարի մեր եկեղեցին 20 տարեկան դարձավ։ Նոյեմբեր ամսին տոնելու ենք մեր եկեղեցու 20-ամյակը։ Սպասում ենք շատ հյուրերի, սպասում ենք նաև հովիվ Արթուր Սիմոնյանին։ Արդեն 18 տարի է, ինչ ես եւ կինս հովում ենք այդ եկեղեցին։ 23 տարի առաջ մեկնեցինք Աբական, սովորեցինք Աստվածաշնչյան դպրոցում։ Հայաստանից մեկնեցիք։ Այո, Հայաստանից, այս եկեղեցուց։ Մենք ապաշխարել ենք վերստին, ծնվել ենք այս եկեղեցում, իսկ հետո մեկնեցինք սովորելու։ Եվ այնպես ստացվեց, որ կինս պետք է ավարտեր ուսումը բժշկական ինստիտուտում։ Մենք տեղափոխվեցինք Նովոսիբիրսկ, որտեղ Լեոնիդ Մալկոն էր հովիվը։ Նա հանձնեց մեզ եկեղեցին, օրհնեց մեզ, եւ մենք սկսեցինք մեր ծառայությունն արդեն Նովոսիբիրսկի կյանքի խոսք եկեղեցում։ Եվ դա 18 տարի առաջ էր։ Այո, արդեն 18 տարի։ Փառք Աստծուն։ Արթուր, իսկ քանի երեխա ունեք։ Մենք ունենք 3 երեխաներ։ Ավագ որդիս Ռոբերտը 24 տարեկան է։ Նա մեր եկեղեցու երիտասարդական ծառայության ավագն է։ Դուստրս Ռեբեկան 16 տարեկան է։ Այսօր 9-րդ դասարանի քննությունն է հանձնում։ Իսկ մեր կրտսեր դուստրը, որն այս անգամ մեզ հետ է եկել, մի քանի օրից 9 տարեկան կլինի։ Այսպիսի ընտանիք ունենք։ Փառք Աստծուն։ Արթուր, մի փոքր պատմիր քո տեսիլքի մասին։ Ինչ եք իրականացնում եկեղեցում, ինչպիսի աշխատանք եք տանում հենց Նովոսիբիրսկում կամ ամբողջ Ռուսաստանում, ինչպիսի առաքելություն ունեք, ո՞րն է ձեր տեսիլքը։ Մեր տեսիլքի ամենակարևոր, ամենագլխավոր կետը հենց ինքը մարդն է։ Կար ժամանակ, երբ ես այնպիսի ապրումներ ունեի, որ ուր էլ գնայի, ինձ թվում էր, թե ես այնտեղ օտար եմ։ Օրինակ, գալիս եմ Հայաստան, ես արդեն հայ չեմ։ Գնում եմ Ռուսաստան, ես դեռևս ռուս չեմ։ Գնում եմ Եվրոպա, ինձ ընդհանրապես ոչ ոքի տեղ չեն դնում։ Դե Չինաստանում էլ բնականաբար պարզ երևում է, որ չինացի չեմ։ Մի խոսքով, ուր էլ գնայի, այնտեղ ինձ օտար էի զգում։ Ոչ մի տեղ ինձ յուրային չէի զգում։ Սկզբում դա ինձ այնքան էլ չէր մտահոգում, բայց ժամանակի ընթացքում ինչ-ինչ հանգամանքների բերումով այդ զգացողությունն ավելի ու ավելի էր ուժ գնանում եւ գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ ես Իսրայելում ճանապարհորդում էի։ Մեզ ամեն օր նոր զբոսավար էին տրամադրում։ Այդ զբոսավարները, երբ պատմում էին իրենց նյութը, երբեք չէին ասում, ճարտարապետները գծագրում էին, շինարարները կառուցում էին կամ ռազմիկները կռվում էին։ Նրանք ասում էին, մենք գծագրում էինք, մենք կառուցում էինք, մենք կռվում էինք։ Բոլորը նույն կերպ էին խոսում։ Եվ գիտեք, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե նրանք իրար հետ նախօրոք պայմանավորվել են։ Բայց իհարկե ոչ մի պայմանավորվածություն էլ չկար։ Պարզապես իրենք իրենց շատ ուժեղ կերպով նույնականացնում էին իրենց ազգի հետ։ Իսկ ես չգիտեի, թե ում հետ ինձ նույնականացնեմ։ Թվում էր, թե ահա ես Ռուսաստանում եմ, բայց հայկական արմատներ ունեմ եւ նման շատ մտածմունքներ ունեի։ Եվ ահա, երբ ես Թել Ավիվում էի, ու մի օր մենակ էի մնացել, ես դուրս եկա աղոթելու եւ միայն մեկ հարց ունեի Աստծուն։ Դա մոտ 6-7 տարի առաջ էր։ Ես հարցրի. «Տեր, ով եմ ես»։ Երբ այդ ժամանակ էր, որ ես ստացա այդ տեսիլքը, ես գիտեի, որ իմ հոգում միշտ եղել է այն, հասունանում էր իմ ներսում, բայց այն ձևավորվեց հենց այն պահին, երբ Աստված ասեց. «Մի ժամանակ դու օտար էիր, բայց այժմ Տիրոջ համար դու յուրային ես»։ Ես հասկացա, որ Աստծո համար ես իրոք յուրային եմ, ու պարզապես ընդունեցի այդ հայտնությունը։ Ու հիմա ուր էլ գնում եմ, նույնիսկ Չինաստան, ես բացարձակապես ինձ յուրային եմ զգում, յուրային չինացիների համար։
Ես Չինաստանը ընկալում եմ բացարձակապես իմը, Հայաստանը իմը, Ռուսաստանը ընկալում եմ իմը, ուր էլ գնամ ամենուր յուրային եմ։ Իդեպ այնքան տարօրինակ է, որ ուր էլ գնամ, դա Եվրոպա, Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա կամ Իսրայել։ Մարդիկ ինձ դիմում են իրենց մայրենի լեզվով, կարծես թե ես իրենց պիտի պատասխանեմ։ Եվ այսպես մեր տեսիլքի առաջին մասը ամենակարևորը, հենց ինքը մարդն է։ Յուրաքանչյուրս կարևոր ենք Աստծո համար։ Եվ մեր ծառայության միջոցով մենք ձգտում ենք հասնել այն բանին, որ յուրաքանչյուր մարդ կարևորի Աստծուն, որ յուրաքանչյուրն իմանա, որ ինքը Աստծո համար յուրային է։ Երբ մենք նույնականացնում ենք մեզ Աստծո հետ, մենք վերապրում ենք, որ Աստված մեր Աստվածն է, իմ Հայրն է։ Իսկապես մեծ թվով մարդիկ նույնիսկ իրենց անձերը նույնականացնելով իրենց ժողովրդի, իրենց երկրի հետ, միևնույն է, կարիքն ունեն վերապրելու, որ Աստծո համար իրանք յուրային են։ Իրավացի եք։ Վերջին ժամանակներում, կապված վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ, ազգության հարցը շատ սուր կերպ է դրված։ Ես կարծում եմ, որ մենք երբեք չպետք է մոռանանք ամենակարևորը, այն որ Աստծո համար մենք յուրային ենք։ Իսկ եթե մենք Աստծո համար յուրային ենք, ապա ինչ որտեղ մենք պարտավոր ենք զիջել մյուսներին, նույնիսկ մեր շահերից հրաժարվել հանուն ուրիշների, որպեսզի կատարվի Աստծո կամքը։ Աստված փառավորվի, որպեսզի նա լինի առաջին տեղում։ Մենք չպետք է ասենք ես ռուս եմ, ես հայ եմ կամ ես ուկրաինացի եմ, կարևոր չէ թե ով եմ, նախ եւ առաջ ես Աստծո յուրայինն եմ։ Այդպես էլ կա, երբ Հիսուսին հարցրին, թե որոնք են ամենակարևոր պատվիրանները, նա առանձնացրեց երկուսը ասելով. առաջինը սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտովը եւ քո բոլոր մտքովը, եւ երկրորդը սիրիր քո ընկերին։ Նա ասաց, որ այս երկու պատվիրանների վրա է հիմնված ամբողջ օրենքը։ Այսինքն, եթե դու կատարում ես այս երկու պատվիրանները, ապա իրականում կատարում ես ողջ օրենքը։ Փառք Աստծուն, Արթուր, իսկ առավել կոնկրետ, ինչ կասեք ձեր առաքելության մասին։ Ես գիտեմ, որ դուք ունեք աստվածաշնչյան դպրոց, որտեղ սովորում են ոչ միայն Նովոսիբիրսկի բնակիչները, այլև այլ վայրերից ժամանածները, որ դուք միսիոներներ եք ուղարկում տարբեր վայրեր։ Այո, դա մեր տեսիլքի ևս մի մասն է։ Մեր եկեղեցու տեսիլքը հիմնվում է 4 սյուների վրա։ Այս 4 կետերը ծնվել են ժամանակի ընթացքում եւ դրանցից առաջինը, որը մեզ համար ամենակարևորն է, մարդու նկատմամբ ուշադրությունն է եւ մարդու ուշադրությունն Աստծո նկատմամբ։ Երկրորդը ոչ պակաս կարևոր կետը հետեւյալն է. շատ վաղուց, երբ ես դարձա եկեղեցու հովիվ, ես Տիրոջը հարցրեցի. ինչ ես ուզում որ անեմ։ Եվ այդ ժամանակ եկավ այս խոսքը. քաղաք եկեղեցի։ Մենք հասկացանք, որ ամբողջ քաղաքը պետք է լսի Հիսուս Քրիստոսի մասին։ Իհարկե մենք չենք որոշում արդյոք բոլոր մարդիկ կընդունեն Հիսուսին թե ոչ։ Դա իրենց որոշումն է։ Բայց մեր պատասխանատվությունն է, որ նրանք հնարավորություն ստանան ընտրելու։ Լսելով Հիսուս Քրիստոսի մասին։ Մեր եկեղեցու տեսիլքի մեկ այլ կետն է Դավթի խորանը։ Երբ մենք դեռևս չէինք լսել IHOP-ի մասին ու չգիտեինք նույնիսկ, որ Հայաստանում այդպիսի տեսիլք կա, ես անցնում էի գիշերային մի ակումբի կողքով, որի մուտքին գրված էր «Բաց է 24 ժամ»։ Եվ Աստված ինձ ասեց. տեսնում ես այս հաստատությունները, որ բաց են 24 ժամ շարունակ, կարող ես ինձ համար տուն կառուցել, որ մարդկանց համար բաց լինի 24 ժամ։ Մենք վերցրեցինք տեսիլքի այդ կետը եւ սկսեցինք աղոթել դրա համար։ Արդեն հիմա մենք փորձում ենք մեր օրը լցնել ծառայություններով, աղոթքներով, հնարավոր ամեն բանով։ Մենք ավարտում ենք մեր եկեղեցու գրասենյակի շինարարությունը 4 հարկանի, արդեն վերանորոգման աշխատանքներն ենք սկսել։ Մենք փորձում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հենց այդ վայրում մեր օրերը լցված լինեն աղոթքով, փառաբանությամբ, ծառայությամբ։ Վերջերս քաղաքից դուրս մենք ձեռք բերեցինք մի մեծ հողակտոր շինությունով, որտեղ կփորձենք հիմնել մեր վերականգնողական կենտրոններից մեկը։ Նախատեսվում է, որ այդ կենտրոնը կլինի մոտավորապես 300-ից 500 հոգու համար, այնտեղ կունենան իրենց սեփական տնտեսությունը եւ այլ բաներ։ Մենք վաղուց ենք ձգտում դրան եւ իրականացավ։ Մեր եկեղեցու տեսիլքներից մեկ այլ կետն է Միսիա 200 անգամ 200։ Ավելի լավ չասեմ, թե դա ինչ է նշանակում, բայց կասեմ միայն, որ Աստված տվել է մեզ այդ տեսիլքը, որ մենք եկեղեցիներ բացենք։ Հիմնենք նոր եկեղեցիներ Ռուսաստանում, արտասահմանում։ Այս տարի մենք բացում ենք 10 եկեղեցիներ Ռուսաստանում եւ մեկ այլ եկեղեցի Ռուսաստանի սահմաններից դուրս։
Մոտավորապես 6 տարի առաջ մենք ուղարկեցինք միսիոներների առաջին թիմը Չինաստան։ Բավականին բարդ տարածաշրջան։ Այնտեղից մեզ մոտ եկան չինացի ուսանողներ մեզ մոտ սովորելու համար։ Այս պահին 4 հոգի մեզ մոտ սովորում են, հետագայում մենք կկազմակերպենք միսիոներական թիմ այդ չինացիներից։ Մենք ունենք հրաշալի չինուհի, Սիսիոմինը։ Ես ծանոթ եմ նրա հետ։ Այո, մենք նրան շատ սիրում ու գնահատում ենք, նա մեզ համար մեր աղջկա պես է։ Սիոմինը մեկնեց Չինաստանի հարավ եւ լավ իմ ընկերների Դանիելի եւ Նատաշա Գուդմանների հետ այնտեղ հիմնեցին եւս մեկ եկեղեցի։ Մենք այնտեղ ծրագրում ենք բացել նաեւ Աստվածաշնչյան դպրոց, որի կարիքը շատ կա։ Աղոթում ենք դրա համար եւ լավ կլիներ, որ մեր աղոթքի միանային բոլոր նրանք, ովքեր հիմա լսում են այս հաղորդումը, որ մենք կարողանանք բացել Աստվածաշնչյան դպրոց։ Սա մեզ համար պետք է։ Մենք իմաստ չենք տեսնում Չինաստանում եկեղեցի հիմնելու, եթե այնտեղ չլինի Աստվածաշնչյան դպրոց։ Այդ ամենի էությունն այն է, որ պատրաստվեն մարդիկ, որ նրանք ուսանելու հնարավորություն ստանան, սովորեն ողջամիտ մտածելու եւ տրամաբանելու։ Քանի որ այդ երկրում կան շատ կրոնական հոսքեր եւ հերձվածողություններ։ Մենք պետք է ուղղակի հասկանանք, որ ամուր եկեղեցին այն եկեղեցին է, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի վարդապետության վրա։ Այդ պատճառով մեզ պետք է Աստվածաշնչյան դպրոցը։ Ահա այսպիսի աշխատանք է մեզ մոտ Վիսայի ոլորտում։ Արթուր, հիմա ես կցանկանայի մի փոքր փոխել մեր խոսակցության թեման եւ անցնել ավելի անձնական հարցերի։ Ինչպես ես հասկանում նվիրում Աստծուն գաղափարը։ Քրիստոնեական աշխարհում շատ է խոսվում Աստծուն նվիրման մասին։ Ինչպես ես դու ինքդ դա կիրառել քո կյանքում, եթե կիրառել ես։ Առհասարակ, ինչ է նշանակում նվիրվել Աստծուն։ Что значит вообще посвятить себя Богу? Նախ եւ առաջ Աստծուն նվիրվելն իմ կարծիքով անձնական հայտնություն է։ Շատ մարդիկ ասում են, որ նվիրվել եմ Աստծուն, մտածում են, թե նվիրված են Աստծուն։ Սակայն Աստված է որոշում, թե որքանով են նրանք իրապես նվիրված։ Դա նրանց հարաբերություններն են Աստծո հետ։ Ամեն դեպքում նվիրումն այնպիսի բան է, որն աճում է։ Այսօր ես ավելի նվիրված եմ Աստծուն, քան առաջ, երբ դեռ նոր էի սկսել։ Միգուցե զգացմունքային տեսանկյունից այդ նվիրումն այն ժամանակ էլ պակաս չէր։ Սակայն ժամանակի ընթացքում դու ապրում ես Աստծո հետ։ Դու որոշակի գին ես վճարում։ Դու անում ես որոշակի եզրակացություններ։ Դու չես կանգնում այն պահին, երբ քեզ թվում է, թե Աստված այլևս քեզ հետ գործ չի անելու։ Իմ կյանքում այդպիսի ժամանակ եղել է։ Եվ երբ դու շարունակում ես առաջ շարժվել Աստծո հետ, երբ Աստված կրկին ու կրկին բացվում է քեզ, երբ դու նրա հետ ընկերություն ես անում, ահա այդ մտերմության մեջ էլ աճում է նվիրումը։ Դա այն մոլագար նվիրումը չէ, երբ Աստված վերևում ինչ-որ տեղ է, իսկ մենք այստեղ երկրի վրա ու մենք նրան նվիրվում ենք։ Գիտենք, կա հայտնի քրիստոնեական երգի փոփոխված մի տարբերակը։ Մենք կգրավենք երկիրն Աստծո համար, մեզ ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ Աստված, նույնիսկ նրա զորությունը։ Հասկանում եք, որ դա չենք անում միայն առանց Աստծո։ Դա արվում է Աստծո հետ միասին։ Եթե դու ուզում ես, որ քո նվիրումն աճի, դու պետք է հասկանաս, թե ինչ է Աստված ուզում քեզնից եւ կատարես դա Աստծո հետ միասին։ Այսինքն դու պետք է լսես Աստծո ձայնը, որովհետև դու նշեցիր, որ բարեկամություն ես անում Աստծո հետ, այլ կերպ ասած, դու պետք է լսես ու հստակ իմանաս, որ Աստված է քեզ հետ խոսում եւ գիտենաս, թե նա ինչ է քեզանից ուզում։ Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Ես դեռ հովիվ չէի, ընդամենը 2-3 տարվա հավատացյալ էի։ Ես այդ ժամանակ բիզնես ունեի ու պիտի շատ աշխատեի, որովհետև ընտանիքս պետք է պահեի։ Ես ցանկանում էի որևէ մեկին փոխանցել իմ բիզնեսը, քանի որ կինս արդեն տեղափոխվել է եւ սովորում էր Նովոսիբիրսկում, իսկ ես դեռևս ապրում էի Աբականում։ Եվ այդ շրջադարձային պահ էր իմ կյանքում մոտավորապես 1995-96 թվականներին, երբ մենք պետք է արդեն տեղափոխվենք Նովոսիբիրսկ ապրելու, եւ ես պետք է ինչ-որ մեկին փոխանցեի իմ բիզնեսը։ Առաջին տեխնացուի հետ չստացվեց, նաեւ երկրորդի, երրորդի հետ ոչինչ չէր ստացվում։ Թվում էր, թե լավ մարդիկ էին, ամեն ինչ նորմալ պետք է լինի, բայց ոչինչ չէր ստացվում։ Եվ Աստծուն հարցրեցի. Տեր, միթե ես շատ բան եմ խնդրում քեզնից։ Իմ խնդրանքն ընդամենը այն է, որ ինչ-որ գործընկեր, համագործակից տաս ինձ։ Եվ ես առաջին անգամ իմ ներսում լսեցի, որ Տերն ասեց. ես եմ քո գործընկերը։ Եվ քանի դեռ ես քո գործընկերն եմ, քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Այսպիսով Աստված հարցը մի փոքր այլ կերպ լուծեց։ Բայց այդ պահից սկսած ամեն անգամ, երբ ես կանգնում եմ որևէ խնդրի առաջ կամ պարզապես աղոթում եմ,
просто в молитве. Ես ելնում եմ նրանից, որ Հիսուս Քրիստոսն իմ գործընկերն է։ Что мой напарник Иисус Христос. И он мне, Նա ինձ ասել է. «Դու երբեք մարդկանց հետ խնդիր չես ունենա, եթե ես լինեմ քո գործընկերը»։ я думаю, это Կարծում եմ հենց սա է այն պահը, որ момент, точка սա է մեկնարկի կետը, նվիրում հասկացողությունը, երբ մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսն է իմ գործընկերը։ Ամեն։ Արթուր, բոլորն ունենում են այսպիսի ծանր օրեր, ինչպես դու նշեցիր։ Լինում են պահեր, երբ դու Աստծո ձայնը չես լսում, երբ քեզ թվում է, թե Աստված քեզ հետ այլևս անելու բան չունի։ Վերջ։ Լինում են արդյոք այնպիսի իրավիճակներ քո կյանքում, երբ դու լինելով եկեղեցու հովիվ, չես ցանկանում որևիցե մեկին տեսնել, չես ուզում աղոթել, հոգումդ ամեն ինչ տակնու վրա է։ Ինչպես ես վարվում նման իրավիճակներում։ Когда решаешь свои вопросы. Ну, Դե ես չգիտեմ, արդյոք բոլորի հետ է դա կատարվում թե ոչ, но բայց մեր կյանքում իսկապես եղել է այնպիսի հատված, вроде бы երբ թվում էր, թե ամեն ինչ կարգին է, եկեղեցին աճում է, մենք անցնում ենք շատ զորավոր կոնֆերանսներ, такие очень сильные конференции. Это был դա 2001 թվականն էր, երբ մենք կազմակերպել էինք կոնֆերանս շատ հայտնի մի քարոզչի մասնակցությամբ, երբ դահլիճում հավաքվել էր 3000 մարդ, ամեն ինչ շատ զորավոր էր։ сильно. Но потом, Սակայն այդ ամենից հետո մի պահ եկավ, երբ մոտավորապես 4 տարի 4 года, ես ինձ լիովին մենակ էի զգում։ я такое было впечатление, как будто я просто один. И то есть я Ես կրկնում եի, Հիսուս, դու իմ գործընկերն ես, ես աղոթում եի, ես ստանում եի խոսք եկեղեցու ծառայությունն անցկացնելու համար, ես գալիս էի եկեղեցի, քարոզում էի ու մարդիկ խոսք էին ստանում։ и все было хорошо. Առաջին հայացքից ամեն ինչ հիանալի էր, Но церковь, բայց այդ 4 տարվա ընթացքում եկեղեցին գնալով նվազում ու նվազում էր։ я не знал, что Ես չգիտեի թե ինչ անեմ, ես ընդհանրապես չէի հասկանում թե ինչ է կատարվում։ Մենք ծոմ էինք վերցնում, 40 օրյա ծոմեր էինք պահում, կինս մի անգամ 80 օրյա ծոմ վերցրեց։ Ոչ թե ամենասկզբից, այլ 40 օրն ավարտվեց ու հանկարծ Աստված ասաց նրան 40 օր էլ ավելացրու։ было странно. Դա շատ տարօրինակ էր, դժվար էր, զարմանալի էր, բայց մենք անցանք այդ ամենը։ Все эти вещи. Մինչդեռ այնպեսի տպավորություն էր, որ գտնվում ենք դատարկության մեջ։ В пустоте находишься. И Ի վերջո 2004 թվականին մեզ հյուր եկավ հովիվ Արթուր Սիմոնյանն ու տեսավ մեր այդ վիճակը։ видел наше какое-то состояние такое. Ես ինքս կողքից չէի տեսնում, ես չգիտեի, որ ես հոգնած եմ։ Я не могу Չեմ կարող ասել, որ այդ ժամանակ ես չէի ցանկանում տեսնել Աստծուն կամ մարդկանց, չէի ցանկանում աղոթել։ я Չեմ էլ հիշում, թե ինչ էի զգում, բայց ընդհակառակը ես փորձում էի ավելին անել, но ничего не получилось. բայց չէր ստացվում։ Բայց իմ հոգնածությունը ակնհայտ էր։ И он Ու հովիվն Արտուրն ասաց ինձ, որ գնանք Հայաստան։ в Армении в то время, Մենք 4 ամիս անցկացրինք Հայաստանում եւ իմ համոզմամբ դա նույնպես Աստծո գործն էր։ потому что в тот Բանն այն է, որ այդ տարի ննջեց հայրս։ Ես արդեն երկար տարիներ չէի ապրում ծնողներիս հետ, ավելի քան 11 տարի։ Եվ հրաշալի էր, որ հորս կյանքի վերջին տարում մենք 4 ամիս նրա հետ անցկացրինք։ Կային նաև կենցաղային մի շարք հարցեր, որ լուծեցինք, փառք Աստծուն, ամեն բան լավ ստացվեց։ у меня вот Ես շարունակում էի քարոզել, ամեն ինչ նորմալ էր։ все хорошо. Но Ես շարունակում էի քարոզել, ամեն ինչ շատ լավ էր, բայց տարօրինակ զգացողություն ունեի։ было такое впечатление, как будто Бог закончил со мной. Ես ինքս Աստծո ձայնը չէի լսում, ինչը տարօրինակ էր։ 11 марта Պարզ հիշում եմ այն օրը 2005 թվականի մարտի 11-ը, այստեղ Երևանում, երբ ես եկա Աստծո մոտ եւ ասացի. «Տեր, եթե ինձ հետ անելիքդ ավարտել ես, խնդիր չկա։ Ես եկեղեցին կփոխանցեմ ում կամենաս։ Ես կհանձնեմ եկեղեցին ու կգնամ։ Եկեղեցուց չեմ հեռանա, որովհետեւ սիրում եմ քեզ եւ ուզում եմ ապրել եկեղեցում։ но дай мне какой-то Բայց խնդրում եմ ինձ որևէ բիզնես տուր, քանի որ ընտանիքս պետք է կերակրվի։ Ես կսկսեմ աշխատել որևէ տեղ, միայն ասա թե ինչ անեմ»։ и вдруг Եվ հանկարծ այդ 4 տարվա մեջ առաջին անգամ Աստված խոսեց ինձ հետ։ в этот день Նա ասաց. «Այսօրվանից սկսած քո ամեն օրը կլինի ավելի լավը, քան նախորդը»։ предыдущего. Знаете, Գիտեք, ես մտածում եմ, որ այդ 4 տարիները անապատ էին։ Իսկապես անապատ։ это пустыня вроде бы и Бог себя Աստված իմ կողքին էր, բայց չգիտես ինչու իրեն չէր բացահայտում։ я не знаю. Ես լիովին չեմ հասկանում, թե ինչ էր Աստծո նպատակը այս ամենում։ Одна из Բայց կա մի իրավիճակ, որի հետ մենք հաճախակի ենք բախվում։ Երբ Աստված քեզ միանգամից չի պատասխանում, ինչ ես անում։ кто сказал, что Երբ առհասարակ ով է ասել, թե Աստված պետք է անմիջապես պատասխանի։ то есть Бог, конечно, Աստված իհարկե կպատասխանի ինչ որ ժամանակ, и может быть բայց միգուցե նա աշխատում է քեզ հետ ինչ որ նպատակի հասնելու համար, միգուցե նա ուզում է, որ դու վերանայես քո դրդապատճառները։ смотрел свои мотивы, свои приоритеты, нас Քննես, թե որքանով ես դու նվիրված, աշխատես ներսիդ մարդու հետ, внутренним человеком. Но когда բայց Աստծո այդ խոսքն ասելուց հետո արդեն 10 տարի է անցել։ уже 10 лет прошло, за это время Այդ ընթացքում իհարկե շատ բաներ են փոխվել։ Եկեղեցին աճել է մոտ 7-8 անգամ։ где-то в 7-8 раз, и Աճել է միսիան։ вырос
выросла у нас миссия. И Մենք շատ ենք կառուցել, մենք ունենք քրիստոնեական դպրոց, հրաշալի ամառային ճամբարներ, երիտասարդական, աճել են տնային խմբակները, աճել է ամեն ինչ, ամեն ծառայություն։ выросло, все выросло. И каждый год, Եվ ամեն տարի ամանորին я говорю, этот год, ես հայտարարում եմ, այս տարին ավելի լավն է, քան նախորդը։ Ես դա ասում եմ արդեն 10 տարի։ Փառք Աստծուն։ Мы видим, что Մենք Иисус տեսնում ենք, որ Հիսուսը նույնպես անապատ անցավ։ Այն բանից հետո, երբ նա մկրտվեց, գրված է, որ հոգով նա անապատը տարվեցավ։ Այսինքն կարելի է ասել, որ անապատն այն վայրն է, որտեղ մարդիկ ինչ որ բան են ձեռք բերում։ Փոխվում է նրանց բնավորությունը, միգուցե նաև այլ բաներ են փոխվում, բայց արդյոք ամենքը պետք է անապատ անցնի, թե ոչ։ каждый должен ли пройти пустыню или я знаю, что никто Ես մի բան գիտեմ, որ ոչ ոք Այո։ չպետք է փնտրի անապատ։ пустыню искать не должен специально. Պետք է հատուկ անապատ փնտրել։ Հիսուսին Սուրբ Հոգին տարավ անապատ։ Եթե քեզ Սուրբ Հոգին տանի անապատ, ուրեմն նա էլ իրեն աշխատանքը կիրագործի։ Думаю, Կարծում եմ, որ ամեն դեպքում ամեն մեկը ինչ որ դրսևորմամբ պետք է անցնի իր в անապատը։ каком-то определенном проявлении каждый должен это пройти. У каждого Ամեն մեկն իր անապատը պետք է ունենա, բայց ամեն մեկի կյանքում այն տարբեր կերպ է դրսևորվելու։ Համենայն դեպս պետք չի անապատը փնտրել, անապատը ինքը կգտնի քեզ։ Աստված քեզ այնպես կբերի, եթե Աստված է քեզ այնտեղ բերել, Աստված էլ քեզ դուրս կբերի։ единственное, Կարևորը Աստծուց բռնվի։ Սա եմ ուզում ասել քեզ, երբեք ոչ աղոթքում, ոչ շփման մեջ, ոչ ծառայության մեջ երբեք չդադարես նրա երեսը փնտրելուց։ искать его лица, никогда не Երբեք չդադարես նրան հարցեր տալուց։ Նույնիսկ եթե դա պատասխան չես լսում, շարունակիր վարվել այնպես, ինչպես քեզ այդ պահի դրությամբ սովորեցրել են։ тебе надо Հնարավոր է, որ քեզ պետք լինի շփվել Հովվիթ հետ, Ավաքիթ հետ, ինչ որ մեկի հետ, բայց չհանձնվես։ как ты думаешь, когда Ինչ ես կարծում, երբ Աստված չի պատասխանում, արդյոք պետք է միանգամից ինչ որ բան փոխել կյանքում, թե պետք է շարունակել։ Օրինակ, ես հայտնվել էի մի իրավիճակում, դա շատ վատ իրավիճակ էր, ու ոչինչ չէր փոխվում։ Ես անընդհատ փորձում էի ինչ որ բան անել, գործել, բայց Աստված ուղղակի խոսեց ինձ Եսայա 30-րդ գլխից, որտեղ ուղղակի գրված է. Քո զորությունը հանդարտության մեջ է։ просто написано Եվ կարելի է ասել, որ պետք չէ գործել մարմնավոր կերպով, պետք է, ինչպես ասացինք, լսել, թե Աստված ինչ է ասում, բայց երբ Աստծո ձայնը չես լսում, ապա ինչպես վարվել։ когда ты не слышишь Бога, как поступать? Я думаю, что Ես мտածում եմ, որ չկա մի հարց, որին Աստված չպատասխանի, есть вопрос. բայց կան հարցեր, որոնց պատասխան Աստված դեռևս քեզ չի տա։ Вот этот момент, Այն պահը, թե երբ Աստված քեզ կպատասխանի, նա ինքն է որոշում։ Бог сам решает, Այդ երբը когда. Այո, այդ երբը Աստվածաշունչն ասում է, եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։ Давайте будем Եկեք ոչ թե զգացմունքներով առաջնորդվենք, այլ խոսքով։ руководствоваться словом. Возможно, что Հնարավոր է, был вопрос, ինչպես դու հարցրեցիր, надо ли что-то сразу արդյոք միանգամից պետք է ինչ-որ բան փոխել։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկին պետք է միանգամից ինչ-որ բան փոխել։ Հնարավոր է պետք է ինչ-որ բան վերանայել։ Երբեմն մենք նույնիսկ Աստծուց խոսք ենք խնդրում, բայց նա կարող է ասել, իսկ ինչու ես պետք է այդ խոսքը քեզ տամ։ Նայիր, թե ինչպես ես վարվել այն խոսքի հետ, որը վերջին անգամ քեզ տվել էի։ тебе уже дал. Այսինքն Աստված սպասում է տեսնելու, թե արդյոք Библия говорит, что мы всегда Աստվածաշունչն ասում է, որ մենք միշտ ավելին կստանանք, եթե փոքրում հավատարիմ ենք։ с тем, что нет такого Չկա մի մարդ Հիսուս Քրիստոսում, որին Աստված ընդհանրապես ոչինչ ասած չլիներ եւ ոչինչ տված չլիներ։ Այդպես է թե ոչ։ Ուրեմն եթե Աստված քեզ տվել է մի բան, ուղղակի նայիր, թե որքանով ես հավատարիմ այդ ամենի մեջ, որ Աստված արդեն քեզ տվել է։ тебе уже Бог дал. Արթուր մեզ մնացել է 2 րոպե եւ այսպիսի մի հարց եմ ուզում տալ։ Միշտ ամենահետաքրքիր տեղում։ Այո, քո կարծիքով ո՞րն է ծառայողի ամենակարևոր հատկանիշը կամ միգուցե մի քանիսը։ Наверное, Երևի թե հավատարմությունը։ это номер. Սա համար 1-ն է։ Я думаю, что Մտածում եմ, որ Աստված գնահատում է հավատարմությունը։ номер 2 эффективность. Համար 2-ը արդյունավետությունն է։ Мы Մենք мիշտ պետք է всегда должны работать աշխատենք ինքներս մեզ վրա։ в каких-то Դու պիտի նայես, թե որքանով լավ ես անում вопросах. այն, ինչ անում ես։ То, что ты делаешь, насколько ты делаешь это хорошо. Мы всегда Մենք միշտ պետք է սովորենք
А плоды Իսկ պտուղները կգան Տիրոջից։ Եթե դու ջանասեր ես, արդյունավետ ես, работаешь над собой, если ты եթե դու քեզ վրա աշխատում ես, եթե դու հավատարիմ ես Տիրոջը, ես մտածում եմ, համենայն դեպս այս երկուսը այն կարևոր հատկանիշներն են, որ ես կուզեի տեսնել մեր եկեղեցու ծառայողների կյանքում։ когда они Երբ նրանք պատասխանատվություն են վերցնում որևէ հատվածի участком. И Համար. знаете, вот мы привыкли. Եվ գիտեք, մենք մի բան ենք սովորել։ Մեր գրասենյակում արդեն կատակներ են անում սրա մասին։ Մի պաստառ էինք նկարել։ Երբ ինձ մոտ գալիս են եւ ասում, դա հնարավոր չէ, ես ասում եմ, մի ասեք, որ դա հնարավոր չէ։ Такую надпись. Եվ մեզ մոտ մի պաստառի վրա գրել էին. Ինձ մի ասեք, որ դա հնարավոր չէ, որովհետև ես գիտեմ, եթե Աստված նպատակներ է դրել, դա կարող է դժվար լինել։ Միգուցե պետք է ջանասեր լինել, միգուցե պետք է քրտինք թափել, միգուցե փոխել է պետք ինչ-որ բան, բայց հավատացողի համար ամեն բան հնարավոր է։ Ամեն, ամեն։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, Արթուր, ինձ շատ հետաքրքիր էր։ Կարծում եմ մեր հեռուստադիտողներին նույնպես։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Շնորհակալություն Հովիվ Արթուրին մեզ Հայաստան կանչելու համար։ Մենք այստեղ հրաշալի ժամանակ անցկացրինք։ Փառք Աստծուն։ Սիրելի հեռուստադիտողներ, ես ուղղակի ցանկանում եմ վերջում ասել, որ դուք լսեցիք ծառայողի հատկանիշների մասին, եւ ես կարող եմ ասել, որ Աստված ցանկանում է, որ բոլորը ծառայեն Աստծուն։ Ուղղակի վերցրեք այս խոսքը եւ նույնպես հիշեք, որ գրված է, որ Աստված, եթե մենք պտուղ ենք բերում, մեզ մաքրում է, որպեսզի մենք ավելի շատ պտուղ բերենք։ Եթե դուք ծանր ժամանակներ եք անցկացնում, ուղղակի մնացեք հավատարիմ Աստծուն եւ ամեն բան լավ կլինի։ Մենք օրհնում ենք ձեզ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Եղեք օրհնված։